ես եմ։ Սա ես եմ հիմա։ Իմ ապագան որոշում են առաջին 1000 օրերը։ Ես արդեն 4 ամսական եմ։ Երբ ես սոված եմ, ինձ պետք է միայն իմ մայրիկը, մինչև դառնամ 6 ամսական։ Հետո այլ բաներ էլ կուտեմ, բայց մայրիկը շարունակելու է ինձ կերակրել մինչև իմ 2 տարեկանը լրանալը։ Ամեն ինչ որոշվում է հիմա։ Կարևոր է առաջին 1000 օրը։ Ողջույն, հարգելի հեռուստատող, հայկական երկրորդի եթերում է «Ինչ եփել այսօր» ծրագիրը։ Հարգելի մայրեր, այսուհետ մենք պարբերաբար ներկայացնելու ենք հատուկ տեսադասեր, որոնք նվիրված են վաղ տարիքի երեխաների ճիշտ սնուցմանը։ Այսինքն մեր հաղորդումների ընթացքում մենք անդրադառնալու ենք հղիների, կրծքով կերակրող մայրերի եւ մինչեւ 2 տարեկան երեխաների սննդակարգին։ Հղիության 9 ամիսները եւ ծնունդին հաջորդող 2 տարիները կազմում են մոտ 1000 օր, եւ հենց այդ 1000 օրերը կկանխորոշեն երեխայի հետագա առողջության կայունությունը, այնպես որ ճիշտ ծնվեք եւ առողջ ապրելակերպ վարեք հղիության ընթացքում։ Ինչպես նաեւ շատ կարեւոր է երեխայի ճիշտ սնուցումը։ Բացառապես պետք է առաջին 6 ամիսների ընթացքում երեխային կերակրել մայրական կաթով, իսկ դրանից հետո արդեն նաեւ կարելի է ավելացնել հավելյալ սնունդ, որը նույնպես պետք է շարունակվի մայրական կաթով սնուցվելու հետ միասին։ Այնպես որ այսօրվա մեր ծրագիրը 6 ամսական երեխայի սննդակարգի մասին է։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատող, այսօր մենք խոսելու ենք կրծքով կերակրելու կարևորության մասին եւ առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես մայրական կաթով սնուցելու եւ 6 ամսականը լրանալուն պես արդեն հավելյալ սննդի օգտագործման մասին։ Եվ հենց այդ առիթով մենք մեր տաղավար ենք հյուրընկալել մանկաբույժ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Տիկին Սուսաննա Հարությունյանին, ողջույն Տիկին Սուսաննա, բարի գալուստ մեր տաղավար եւ սկսենք ամենասկզբից։ Ինչով է կարեւոր հենց կրծքով կերակրելը առաջին 6 ամիսների ընթացքում ընդհանրապես։ Կրծքով կերակրելը ընդհանրապես կարևոր է կյանքի առաջին 2 տարիների ընթացքում երեխայի, առաջին 6 ամիսների ընթացքում շատ կարևոր է, որ բացառապես կրծքով սնվի երեխան։ Ինչու է կարևոր, որովհետև դա կարևոր է եւ երեխայի համար, եւ մոր առողջության համար, եւ ընդհանրապես ընտանիքի համար։ Ես երբեմն սիրում եմ ասել, նաեւ հայրիկի գրպանի համար, որովհետև կրծքով կերակրելու համար որևէ գումար պետք չէ ծախսել, եւ դա այն ամենալավ սնունդն է, որ կարելի է տալ երեխային։ Կրծքով կերակրումը լավագույն սնունդն է ապահովում երեխայի համար եւ միայն կրծքի կաթը կարող է բավարարել երեխայի բոլոր սնուցողական պահանջները մինչեւ 6 ամսական հասակը, անգամ ջուր պետք չէ տալ երեխային եւ դրա համար դա կոչվում է բացառապես կրծքով սնուցում, որովհետեւ երեխան այլևս կրծքի կաթից բացի ոչինչի կարիք չունի։ Դա պաշտպանում է երեխային տարբեր ինֆեկցիաներից, նաեւ հետագա կյանքի ընթացքում պաշտպանում է ոչ տարափոխիկ տարբեր հիվանդություններից, գիրությունից եւ այլն։ Իսկ ինչով է կարևոր հենց մոր համար կրծքով կերակրելը երեխային։ Ինչպես նշեցինք, մոր համար նույնպես շատ կարևոր է, որովհետեւ պաշտպանում է նաեւ մոր առողջությունը, կրծքով կերակրած կանայք ավելի հազվադեպ են հիվանդանում կրծքագեղձի եւ ձվարանների քաղցկեղով, մանրունակազմությունն է ավելի հեշտ վերականգնվում, խուսափում են անցանկալի հղիությունից եւ հետագայում խուսափում են անեմիայից, ոսկրի դյուրաբեկությունից եւ այլ հիվանդություններից։ Շատ լավ։ Տիկին Սուսաննա, այսպեսի մի հարց ունեմ, ընդհանրապես շատ կանայք այսպես հրաժարվում են երեխային կրծքով կերակրել մի պարզ պատճառով, որովհետեւ կրծքով կերակրելու ընթացքում փոխում է նաեւ մարմնակազմությունը, այսինքն ինչ որ մեկին դա դուր չի գալիս եւ ընդհանրապես անհարմարավետություն է առաջացնում կյանքում։ Իսկ դուք ինչպիսի կոչ կանեք նորաթուխ մայրիկներին, Ես ասեմ, որ կրծքով կերակրումը ընդհակառակը օգնում է կնոջը վերականգնել մարմնակազմությունը, նախ նվազեցնում է գիրության վտանգը, որովհետև հղիության ընթացքում կինը որոշակի քաշ է հավաքում, որպեսզի կրծքով սնուցման ընթացքում այդ էներգիան օգտագործի եւ եթե չի կերակրում, ապա հավելյալ քաշը մնում է որպես գիրություն։ Բացի դրանից շատ հաճախ ասում են, որ կրծքով կերակրումը հնարավոր է կրծքագեղձերի ձևափոխում առաջացնի, բայց պետք է ասեմ, որ դա ճիշտ չէ, իրականությանը չի համապատասխանում եւ դա լինում է տարիքի հետ հղիության ընթացքում, բայց կրծքով կերակրելու ոչ մի ձևով չեն կարող այդ հարցում մեղադրել։ Տիկին Սուսաննա, հետաքրքիր է հենց երբ պետք է սկսել կրծքով կերակրել։ Կրծքով պետք է կերակրել հենց ծննդյան պահի հաջորդող կես ժամերի ընթացքում,
Շատ կարևոր է, որ ծնվելուն պես երեխան եւ մայրը մաշկը մաշկին եւ աչքը աչքին շփում ունենան, որը ինչպես երեխայի համար ունի շատ առավելություններ, այնպես էլ մոր համար ունի առավելություններ եւ այդ կեսից 1 ժամվա ընթացքում արդեն սկսի կրծքով կերակրումը։ Տիկին Սուսաննա, դուք քիչ առաջ նշեցիք, որ բացառապես կրծքով կերակրվող երեխային չի կարելի ջուր տալ։ Ինչու եւ որ ժամանակից սկսած կարելի է արդեն քիչ քանակությամբ ջուրը ավելացնել։ Բացառապես կրծքով կերակրվող երեխան, ինչպես ասի, ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը, նաև ջուրը եւ դրա կարիքը չունի, նույնիսկ շատ շոգ եղանակի պայմաններում, եթե նա իհարկե բավականաչափ հաճախ է կերակրվում։ Երեխայի ստամոքսը շատ փոքրիկ է, ծավալը շատ փոքր է եւ եթե մենք տալիս ենք նրան նույնիսկ մի քանի գթալ ջուր, ապա դա լրացնում է կրծքի կաթի տեղը։ Բացի դրանից էլ ջրի միջոցով մենք կարող ենք երեխային աղեր տալ անցանկալի եւ կարող ենք երեխայի ինֆեկցմանը նպաստել, այսինքն միայն կրծքի կաթից բացի նաեւ ջուր ստացող երեխաները 3-ից 4 անգամ ավելի հաճախ են փորլուծությամբ հիվանդանում, քան այն երեխաները, որոնք բացառապես կրծքով են կերակրվում։ Այդ դեպքում եկեք պարզենք եւս մի շատ կարեւոր բան, թե ինչ քանակությամբ եւ ինչ հաճախականությամբ պետք է մայրը կերակրի իր երեխային կրծքի կաթով բնականաբար։ Մայրը պետք է կերակրի այնքան հաճախ եւ այնքան երկար, որքան երեխան ցանկանում է, սա կոչվում է ըստ պահանջի կրծքով կերակրում, նաեւ գիշերային ժամերին, մինչեւ 6 ամսական երեխաները շատ հաճախ կերակրում են պահանջում նաեւ գիշերային ժամերին եւ դա կարևոր է նրանց սնուցման առումով եւ կարևոր է նաեւ մոր կաթի ավելանալու առումով։ Այսպեսով որևէ ռիթմ, որևէ ռեժիմ մայրը չպետք է թելադրի երեխային, երեխան ինքը որոշում է իր ռիթմը, իր ռեժիմը։ Միայն պետք է նշել, որ նորածին երեխաներին, եթե նրանք շատ երկար քնում են եւ 8-ից 10 անգամից պակաս են կերակրվում կրծքով, ապա պետք է արթնացնել եւ կերակրել։ Այո, լրացնել այդ բացը, այսինքն։ Իսկ դրանից հետո արդեն քիչ-քիչ քանակությամբ ավելացնել բնականաբար։ Նու երեխան ինքը արդեն սահմանում է որքան կաթ է իրեն անհրաժեշտ, այսինքն ինքը որոշում է թե որքան կաթ պետք է արտադրվի։ Կաթի քանակը կախված է նրանից, թե որքան հաճախ է կերակրում մայրը երեխային։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ընդհանրապես երեխան պետք է մայրական կաթ ստանա մինչև 2 տարեկան լրանալը, բայց 6 ամսականը լրանալուն պես արդեն նաև պետք է հավելյալ սնունդ ստանա։ Բացառապես կրծքով կերակրել երեխային ծննդյան պահից մինչև 6 ամիսը լրանալը։ 6 ամսականից սկսել հավելյալ սնուցումը, պահպանելով հաճախակի կրծքով կերակրումները մինչև 2 տարեկանը։ Մի փոքր խոսենք նրա մասին, թե ինչքանով է կարևոր հենց 6 ամսականը լրանալուն պես երեխային տալ հավելյալ սնունդ։ Հավելյալ սնունդի ներմուծման ժամկետների մասին վիճաբանություններ շատ են եղել եւ գիտական հետազոտություններով ապացուցված է, որ լավագույն ժամանակը, երբ պետք է մտցնել հավելյալ սնունդը, դա 6 ամսականն է։ Մինչեւ այդ, եթե մենք ներմուծում ենք հավելյալ սնունդ, ապա մեծացնում են երեխայի տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով, հատկապես փորլուծությամբ հիվանդանալու վտանգը եւ բացի նրանից թերսնուցման վտանգը, որովհետեւ հավելյալ սնունդը իր սննդային արժեքով զիջում է մայրական կաթի սննդային արժեքին եւ եթե մենք շուտ ներմուծում ենք, ապա մայրական կաթի քանակը քչանում է եւ երեխան փաստորեն կարող է թերսնվել։ Հավելյալ սնուցման ուշ ներմուծումը արդեն 6 ամսեկանից ուշ ներմուծումը նույնպես վտանգավոր է, այս դեպքում էլ երեխան կարող է թերսնվել, որովհետև միայն մայրական կաթը չի կարող բավարարել երեխայի բոլոր պահանջները, նա լրացուցիչ սպիտակուցների եւ հատկապես երկաթի եւ ցինկի կարիք ունի այս տարիքում արդեն։ Շնորհակալություն Տիկին Սուսաննա։ Իսկ մենք շարունակում ենք, այս պահին արդեն մոտենալու ենք խոհանոց, քանի որ հենց այնտեղ էլ կպատրաստենք 6 ամսական երեխայի համար նախատեսված առաջին հավելյալ սնունդը եւ շատ հարցեր կքննարկենք նաեւ այդ սեղանի շուրջ։ Բայց կարծում եմ շատ-շատերը նկատեցին այս գեղեցիկ գրքույկները, որոնք դրված են սեղանին, երեխայի առաջին 1000 օրը եւ հենց այս գրքույկների միջոցով կամ nutrition.am կայքի միջոցով կարող եք գտնել բազում հարցի պատասխաններ, թե ինչպես կարելի է հենց այս 1000 օրվա ընթացքում ճիշտ կերպով կարգավորել եւ ապահովել երեխայի սննդակարգը։ Իսկ մենք շարունակում ենք, մնացեք մեզ հետ։ Տիկին Սուսաննա, առաջին հարցը, ինչպիսին պետք է լինի առաջին հավելյալ սնունդը եւ ինչ չափականակով։ Առաջի հավելյալ սնունդը շատ մեղմ համ պիտի ունենա, նա պետք է քիչ քանակությամբ տանք, փոքրինչ ավելի նոսր, որպեսզի երեխան ընտելանա, պարզապես սնունդը բերանի խոռոչում պահելու, այն հետ տանելու, կուլ տալու եւ այնուհետեւ շատ արագ մենք հավելյալ սնունդի եւ
Քանակը եւ խտությունը ավելացնում ենք եւ տեսականին իհարկե նույնպես բազմազանացնում ենք։ Այդ դեպքում առաջին, այսինքն հենց օրերին, Առաջի օրերի ընթացքում խորհուրդ կտամ երեխային տալ կաթնային շիլա, ընդ որում ցանկալի է բրինձով շիլան, որովհետեւ բրինձը շատ դյուրամարս է։ Եվ ընդամենը 1-2-3 թեյի գտալ, կախված է երեխայից, որովհետև երեխաներ կան շատ ավելի հեշտությամբ են ընկալում նոր սնունդը, երեխաներ կան շատ ավելի դժվար։ Առաջի հավելյալ սնունդին կարելի է կաթ ավելացնել, որպեսզի համով ուղղակի նա նման լինի մայրական կաթին եւ երեխան ավելի հաճույքով ուտի այդ այսինքն կովի կաթի մասին է խոսքը։ Այո, մի փոքր քանակությամբ կովի կաթ 6 ամսեկանից սկսած երեխայի հավելյալ սնունդին արդեն կարելի է ավելացնել։ Շատ լավ։ Մանկանը տրվող առաջին սնունդը պետք է մեղմ համ ունենա եւ բավականաչափ նոսր ու համասեռ լինի։ Պետք է սկսել 1-2 գթալից։ Հավելյալ սնուցումը կարելի է սկսել կաթնային շիլայից, գերադասելի է բրնձի շիլան կամ բանջարեղենի պյուրեից։ Պետք է սկսել 1-2 անգամից, աստիճանաբար մեծացնելով սննդի խտությունը, բազմազանեցնելով տեսականին եւ ավելացնելով քանակը։ Եվ ես այստեղ տեսնում եմ բաղադրիչներ, որոնք նախատեսված են հենց այդ առաջին հավելյալ սննդի պատրաստման համար, եւ ինձ հետաքրքիր է օրինակ ինչպիսի մթերքներ պետք է օգտագործվեն առաջին այսպես ճաշիկը կամ շիլան պատրաստելու համար եւ ինչ բանջարեղեններ կոնկրետ պետք է օգտագործվեն։ Ինչպես ասացինք, առաջի հավելյալ սնունդը կարելի է սկսել կաթնային շիլայից։ Մեր դեպքում մենք կպատրաստենք բրինձով կաթնային շիլա, բայց կպատրաստենք գուցե մի 10-15 օր հավելյալ սնունդը սկսելուց հետո, այսինքն կավելացնենք բրինձին նաև դդում եւ կլինի դդմով բրինձով կաթնային շիլա, որը բավականին օգտակար է երեխաների համար։ Կարելի է սկսել նաև բանջարեղենի պյուրեից, հատկապես այն երեխաների համար, որոնք փորկապություն են ունենում կամ ավելցուկային քաշ ունեն, կարելի է սկսել բանջարեղենի պյուրեից։ Իդեպ կարելի է ընտանեկան սննդատեսակների մանրացված եւ հարստացված ձևով այդպես էլ տալ, բայց գերադասելի է երեխայի համար առանձին սնունդ պատրաստել։ Եվ այսպես տիկին Սուսանա, եկեք սկսենք այսօրվա առաջին ուտեստի, այսինքն անհրաժեշտ է բրինձ, 3 ճաշի գթալ բրինձ, ուղղակի լվացած, լցնում ենք ջրի մեջ։ եռացող ջրի մեջ։ Այո, եռացող ջրի մեջ լցնում ենք։ Եվ թողում ենք եփի մի քանի րոպե, որից հետո պետք է այդտեղ ավելացնենք մանր կտրտած դդումը, հա։ Տիկին Սուսանա, ինձ հետաքրքիր է հետևյալը։ Դուք ինչպես եք ընդհանրապես վերաբերվում արդեն պատրաստի մանկական սննդին։ Հավելյալ, այո, Հավելյալ սննդին, այո, որոնք պահածոյացված նույնիսկ կարելի ասել վիճակում վաճառվում են Այո, փոշի վիճակում, որը կարելի է ջրով բացել եւ երեխայի սնուցման համար օգտագործել, այդպիսի շիլաներ կան, որոշ մայրեր գերադասում են այդ շիլաները։ Շիլաները ունեն միայն մեկ առավելություն, որ երկաթով հարստացված են, իսկ 6 ամսական երեխայի սննդակարգում երկաթը շատ հաճախ պակաս է լինում, այնպես որ շատ կարևոր է, որ երկաթով հարստացված են, հա։ Եվ հարմարավետ են իհարկե շիլաները պատրաստելը, բայց ունեն բազմաթիվ թերություններ, այսինքն առաջի հերթին շատ թանկ են եւ անմատչելի են շատ ընտանիքների համար։ Բացի այդ կոնսերվանտներ կարող են պարունակել, բաղադրությունը ոչ միշտ է այնպես թարմ, ինչպես որ կլինի, երբ որ մայրը տանն է պատրաստում, եւ համային այնպիսի բաղադրություն ունեն, որ երեխաները, որոնք որ սկսում են այդ սննդատեսակներով, հետո շատ դժվարությամբ են ընտելանում այլ ուտելիքների։ Շատ լավ։ Տիկին Սուսանա, իսկ այսպեսի մի հարց, իսկ եթե երեխան կմահաճ է եւ շատ նուրբ է վերաբերվում այսպես համային բոլոր այսպես հատկություններին եւ օրինակ հրաժարվում է ուտել օրինակ կամ սնվել նման շիլայով, ինչով կարելի է հետաքրքրացնել հենց այդ ուտեստը։ Նախ ասեմ, որ երեխաները շատ տարբեր են իհարկե եւ երեխաներ կան, որ դժվարությամբ են ընտելանում նույն համերին եւ հնարավոր է, որ մի քանի անգամ, նույնիսկ մի 10 անգամ կարող եք երեխային որևէ սնունդ առաջարկել, նա դժվարությամբ ուտի, բայց հետո դա դառնա նրա ամենասիրելի սննդատեսակը։ Այդ պատճառով մի քիչ պետք է համբերատար լինել, աջակցել երեխային ուտելիս, այնպես լավ միջավայր ստեղծել, որպեսզի երեխան կարողանա սնունդը հաճույքով ուտել։ Իսկ շատ մայրեր քաղցրացնում կամ մի փոքր աղ են ավելացնում ուտեստին։ Դա դուք խորհուրդ տալիս եք ընդհանրապես։ 6 ամսական երեխայի սննդին աղ չի կարելի իհարկե ավելացնել։ Մայրերին շատ հաճախ թվում է, որ աղով ավելի համով է, որովհետև իրենք այդպես են սովոր, բայց երեխաները դեռ չեն սովորել այդ համերին, այնպես որ կարիք չկա նրանց սննդին աղ ավելացնել, որովհետև դա նրանց երիկամների մեծ ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Քաղցրի մասին մի փոքր այլ է տեսակետը, եթե երեխան հրաժարվում է
բոլորովին քաղցր չավելացրած շիլաներից շատ աննշան փոքր քանակությամբ երբեմն կարելի է շիլային քաղցր ավելացնել։ Այսինքն շաքարավազի մասին է խոսքը։ Այո, շաքարավազ, բայց շատ քիչ։ Բայց նաև մայրեր կան, ովքեր որ շաքարավազը օրինակ փոխարինում են մեղրով։ Չէ, մեղր չի կարելի տալ մինչև 1 տարեկան երեխային, որովհետև մեղրը բավականին վտանգավոր է եւ ալերգիկ է եւ կարող է բոտուլիզմ առաջացնել, այնպես որ դրանից պետք է խուսափել։ Այլ մենք այստեղ ավելի հետաքրքիր բան ունենք, շիլայի մեջ կարող ենք ավելացնել, սա ծիրանաչիր է, հատկապես խորհուրդ կտամ այն երեխաների համար, որոնք որ փորկապություն ունեն։ Հիմա երեխաներից շատ հաճախ է լինում, որ 6 ամսական երեխան արդեն փորկապություն ունի եւ մանր կտրտում ենք ծիրանաչիրը եւ հենց դդմի հետ միասին կարող ենք լցնել շիլայի մեջ եւ մի փոքր քաղցրություն եւ հաճելի համ կտա եւ բավականին օգտակար կլինի երեխայի համար։ Շատ լավ։ Իսկ այս դեպքում 6 ամսական երեխային ինչ մթերք ընդհանրապես չի կարելի տալ եւ նույնիսկ կարելի է արգելել, այսպես կարելի ասել։ Ասի արդեն մեղրը չի կարելի տալ եւ պետք է արգելենք։ Կատնամթերքը չի կարելի կովիկաթը տալ ըմպելիքի ձևով, կարելի է քիչ քանակությամբ ավելացնել շիլաներին։ Մսամթերքը պիտի լինի երկրորդ մթերքը, որը շիլայից հետո պետք է ներմուծենք երեխայի օրաբաժին եւ 6 ամսական երեխան անպայման արդեն պետք է ստանա մսամթերք։ Մրգերից, բանջարեղենից գրեթե բոլորը կարելի են։ Շիլայեղենից խորհուրդ չի տրվում գլյուտեն պարունակող սննդատեսակները, օրինակ վարսակն է եւ այլն, եւ ավելի շատ կսկսենք բրնձից, թեք ու սպիտակաձավար քիչ ենք խորհուրդ տալիս, բայց որոշ քանակությամբ երբեմն կարելի է երեխային տալ, հնդկաձավարը բավականին լավ է այս տարիքի երեխաների համար, այդ բոլորը արդեն կարելի է կամաց ներմուծել։ 6 ամսականում երեխայի օրաբաժնին պետք է լավ եփած եւ մանրացված միս ավելացնել։ Խորհուրդ չի տրվում մինչև 8 ամսական երեխայի սննդին աղ ավելացնել։ Տիկին Սուսանա, շնորհակալություն եւ կարծում արդեն ժամանակն է, որպեսզի բրնձին ավելացնենք նաեւ դդումը կտրատված եւ չիրը, այսինքն ծիրանաչիրը, որպեսզի միասին արդեն հավասարաչափ եփվեն։ Եվ ընթացքում արդեն կզրուցենք։ Այսինքն այս շիլայի հետ կապված այսքանը Եվ պիտի ավելացնենք վերջում եռացող կաթ 50 մլ, ես այստեղ 150 մլ ջուր էի լցրել, հիմա 50 մլ 1 քառորդ բաժակ եռացող կաթ կավելացնենք եւ մի փոքր կեսից 1 թեյի գթալ բուսայուղ կամ 5 գրամ կարակ։ Այսինքն հենց առաջին օրվանից երբ սկսում ենք հավելյալ սնունդով կերակրել երեխային, հենց կարելի է կամ կարակ, կամ բուսայուղ, կամ ձիթայուղ Այո, կարելի է ավելացնել եւ ոչ միայն կարելի է, այլ պետք է ավելացնել, որովհետեւ պետք է շիլան բավականաչափ սննդարար լինի։ Իսկ ձիթայուղը եւ ընդհանրապես ճարպը երեխայի համար շիլան նախ հեշտ ուտելի է դարձնում, ավելի համով է լինում եւ բավականաչափ էներգիա է ապահովում։ Դե ինչ, իսկ այս պահին մենք կպատրաստենք շիլան, որից հետո կվերադառնանք եւ արդեն կանդրադառնանք մեր հաջորդ ուտեստին։ Այնպես որ բաց չթողնեք եւ հեռու մի գնացեք։ Եվ այսպես հարգելի հյուրասիրող պատրաստ է շիլան իդեպ։ Տիկին Սուսանան պատրաստեց 2 տեսակի շիլա։ Այո, ես ինչով են նրանք տարբերվում։ Սա հենց որ սկսում ենք 6 ամսեկանին կերակրել, առաջի մի քանի օրերի համար պատրաստված շիլան է, տեսեք ավելի հոմոգեն է եւ ջրիկ է, այսպես կաթկթում է գթալից։ Հենց որ երեխան մի քանի օրվա ընթացքում ընտելանա, մենք կավելացնենք շիլայի խտությունը, երբ որ գթալը դնում ենք, նա այսպես չի ընկնում, այո, եւ չի ծովում շիլան, եւ այստեղ արդեն ավելացրել ենք նաեւ դդումը եւ ծիրանաչիրը։ Բրնձով եւ դդումով կաթնային շիլա։ Բրինձ 3 ճաշի գթալ, դդում 50 գրամ, 3 քառորդ բաժակ ջուր, կաթ 1 քառորդ բաժակ, կարակ 5 գրամ կամ բուսական յուղ 1 թեյի գթալ, ծիրանաչիր կամ սալորաչիր։ Լավ մաքրած եւ լվացած բրինձը ջրով եփել, 10-ից 15 րոպե անց ավելացնել մաքրված եւ կտրատված դդումը։ Եփել մինչեւ բոլոր բաղադրամասերը լավ եփվեն։ Ավելացնել եռացող կաթ, ավելացնել կարակ կամ բուսական յուղ։ Փորկապություն ունեցող երեխաների համար կարելի է շիլայի մեջ բրնձի հետ միասին սկզբից լավ լվացած եւ մանր կտրատված ծիրանաչիր կամ սալորաչիր ավելացնել։ Հաջորդիվ մենք հիմա ինչ պետք է պատրաստենք, երբ արդեն երեխան քիչ թե շատ սովոր է հավելյալ սնունդին, ինչ պետք է ավելացնենք քիչ-քիչ քանակությամբ, այսինքն նույն Արդեն մսամթերք պետք է ավելացնենք
Մսամթերք պետք է ավելացնենք նրա ուտելիքի մեջ եւ բանջարեղեն տարբեր մենք այստեղ ունենք։ Հիմա կպատրաստենք ճաշ, մսով եւ բանջարեղեն։ Տիկին Սուսանա, հիմնականում որոնք են բանջարեղենային տեսակները, որոնք սովորաբար պետք է հենց այս տարիքում քիչ-քիչ սովորացնել երեխային։ Դդումը, դդմիկը, գազարը, բազուկա այս 6 ամսեկանում դեռ այնքան խորհուրդ չէի տա, կարտոֆիլը, բրոկոլին, ծաղկակաղամբը, բոլորն էլ կարելի է ներառել ճաշակերտի։ Այսօր մենք մեզ մոտ ունենք գազար, դդմիկ եւ կարտոֆիլ, եւ բնականաբար մսամթերքից ունենք տավարի փափկամիս, այո, որը ինչ պետք է անենք, նաեւ կարծում պետք է պարզապես կտրատենք։ Սա արդեն լվացված է, ոսկորներ չի պարունակում, պետք է մանր կտրատենք, որպեսզի շուտ եփվի եւ ուղղակի գցենք արդեն կաթսայի մեջ, երբ որ տավարի միսը կեփվի, մենք նրան ջրից կհանենք եւ արգանակը կթափենք, այսինքն արգանակը արգելում այնքան էլ խորը չի տրվում փոքր հասակ երեխաների։ Բայց ինչը չի կարելի ասել նաեւ բանջարեղենի առումով, այսինքն բանջարեղենային արգանակը կարելի է, իհարկե բանջարեղենը կարելի է։ Պաստորեն միսը եփվելուն պես արդեն կարող ենք պատրաստել հաջորդ ուտեստը, այսինքն ճաշիկը։ Այո, կարծես թե դա երկրորդ հավելյալ սնունդն է, այսինքն սկզբի շիլայից սկսեցինք, քիչ քանակությամբ 2-3 թեյիկ տալ, մի քիչ ավելի նոսր շիլա եւ միակոմպոնենտ շիլա, այսինքն նա պարունակում էր միայն բրինձ եւ մի փոքր կաթ։ Բազմազանացրեցինք շիլան, շիլայի հետ ներառեցինք նաեւ բանջարեղեն, կարելի է ինչու՞ չէ նաեւ միրգ ներառել շիլայի մեջ եւ այնուհետեւ արդեն սկսում ենք ճաշիկը տալ երեխային, դա կպարունակի բանջարեղեն եւ պարտադիր մսամթերք, կարող է լինել հավի միս կամ տավարի միս։ 6 ամսականից սկսած երեխային պետք է միս տալ երկաթի եւ ցինկի պահանջները բավարարելու համար եւ սակավարյունության զարգացումը կանխարգելելու նպատակով։ Ինչպես նաև կարծում եմ շատ կարևոր է խոսենք նրա մասին, որ բնականաբար կան երեխաներ, որոնք ինձնե ունեն օրինակ այս կամ այն մրգի կամ բանջարեղենի հանդեպ ալերգիա։ Ինչպես կարելի է դա ավելի հստակ ճշտել եւ այսպես սահմանափակել, հա, սննդակարգը օրինակ չօգտագործելով նման մթերքներով։ Ալերգիկ նախատրամադրություն ունեցող երեխաներին ասում ենք ալերգիկ նախատրամադրություն կամ նախապատմություն, այսինքն եթե ծնողները ունեն ալերգիա որևէ սննդամթերքի նկատմամբ կամ նկատել եք, որ երեխան ինքը ունի, եթե մայրը ուտում է այդ սննդատեսակը, ասենք կրծքով կերակրման ընթացքում, նա կարող է թեթևակի ալերգիկ ռեակցիաներ արդեն կրծքով կերակրման ընթացքում ունենա։ Եթե մենք ունենք ալերգիկ նախատրամադրություն ունեցող երեխա, ուրեմն նրան աշճանաբար կտանք ալերգիկ սննդատեսակներ, այսինքն օրական 1 նոր սննդատեսակ կներառենք օրաբաժնի մեջ եւ կհսկենք, տեսնենք նա որևէ ռեակցիա ունենում է բացասական այդ սննդատեսակի նկատմամբ, թե ոչ։ Շատ լավ, շնորհակալություն Տիկին Սուսանա, եւ այս փուլում մենք պարզապես հիմա պետք է եփենք շատ լավ եփվի տավարի միսը եւ որից հետո արդեն դուրս կբերենք արգանակի միջից տավարի միսը եւ այնուհետեւ կեփենք, կպատրաստենք նաեւ բանջարեղենը, ճիշտ է, կարտոֆիլը, դդմիկը եւ գազարը։ Այնպես որ մնացեք մեզ հետ, քանի որ շատ շուտով կտեսնեք նաեւ ճաշիկի վերջնական տեսքը։ Այո, ես այստեղ կտրատում եմ մի փոքր գազար, կարտոֆիլ եւ ուրեմն մի փոքր դդմիկ։ Կարող է սրա փոխարեն լինել ցանկացած այլ բանջարեղեն, օրինակ բրոկոլի, դդում եւ այլն։ Շնորհակալություն Տիկին Սուսանա եւ եւս մեկ անգամ ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այն ամենը ինչի մասին խոսում ենք, այսինքն հավելյալ սնունդը, պարտադիր պետք է երեխային տալ մայրական կաթի հետ զուգահեռ, այսինքն մինչեւ 2 տարեկան լրանալը։ Այո, կրծքով կերակրումների քանակը դեռևս չեք պակասացնում, սա տալիս ենք ի հավելումն կրծքի կաթի։ Քանի որ կրծքի կաթը շատ ավելի սննդարար է, քան մեր պատրաստած հավելյալ սնունդը, եւ երեխան դեռ պաշտպանվածության եւ սննդի կարիք ունի եւ պետք է դա ստանա կրծքի կաթի միջոցով։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակում ենք։ Ահա եւ վերջ հարգելի օրսետող, տավարի մսով ճաշիկը, այսպես ասած, ապուրը արդեն պատրաստ է եւ այստեղ մեզ մնում է, այսինքն ավելացնել մի փոքր կարակ։ Ահա։ Այս անգամ էլ կարակ ավելացնենք։ Ահա։ Բայց այսինքն կարելի է ցանկության դեպքում նաեւ կարակը փոխարինել բուսայուղով կամ ծիթայով, ճիշտ է։ Այո, իհարկե։ Ահա, սա ավելի սննդարար կդարձնի մեր ճաշիկը եւ արդեն կարող ենք երեխային կերակրել։ Բավականաչափ խիտ պիտի լինի, նոսր մասեր չպարունակի։ Դե շնորհակալություն Տիկին Սուսանա, մենք դեռ ձեզ հետ կհանդիպենք անպայման մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Կարտոֆիլով, դդմիկով եւ մսով ապուր։ Կարտոֆիլ 1 հատ, դդմիկ կես հատ, գազար կես հատ,
ջուր 150 մլ, միս 60 գրամ, կարագ 5 գրամ։ Բանջարեղենը լավ լվանալ եւ կտրատել, ավելացնել եռման ջուր եւ եփել մինչեւ պատրաստ լինելը։ Ստացված մասային ավելացնել լավ եփած եւ 2 անգամ աղացած կամ հարած միսը։ Վերջում նաեւ ավելացնել կարագը։ Եվ այսպես հարգելի երեխայok ավարտվեց այսօրվա մեր տեսադասը եւ եւս մեկ անգամ ուզում հիշեցնել, որ առաջին 6 ամիսները երեխայի համար շատ կարեւոր են, քանի որ հենց այդ 6 ամիսների ընթացքում նա պետք է սնվի բացառապես մայրական կաթով, իսկ 6 ամիսը լրանալուն պես մայրական կաթին զուգահեռ պետք է նաեւ տրվի հավելյալ սնունդ։ Իսկ մենք շարունակելու ենք ձեզ պարբերաբար ներկայացնել տեսադասեր, այնպես որ մնացեք մեզ հետ եւ հետեւեք մեր ծրագրերին։ Ցտեսություն։